Բարև, այսօր մենք շարունակում ենք ուսումնասիրել տվյալների տեսակները։ Վերջին դասին ուսումնասիրեցինք տեքստային և թվային տեսակները։ Ծանոթացանք ժամանակի տեսակներին։ Այսօր մենք կշարունակենք ուսումնասիրել մնացած տեսակները, կստեղծենք բացվող ցուցակներ և կցորդներ կավելացնենք աղյուսակներին։ Սկսենք ընտրության տիպի դաշտերից։ Առաջին տեսակը single select-ն է։ Սա մեկ ընտրության դաշտ է, որը թույլ է տալիս բացվող ցանկից ընտրել մեկ հնարավոր տարբերակ։ Այն իդեալական է սեռ որոշող դաշտի համար, արական և իգական ընտրությամբ։ Նրանց կարող ենք լցնել գույնով կամ թողնել անգույն։ Ինձ ավելի շատ դուր է գալիս բազմագույն տարբերակը։ Դուք կարող եք տեսակավորել մուտքագրված արժեքները այբենական կարգով կամ ձեռքով փոխել կարգը, պահելով տողի սկզբում գտնվող պատկերակը և քաշելով ընտրված արժեքը վեր կամ վար։ Եկեք պահպանենք այն և տեսնենք, թե ինչ տեսք ունի։ Կտացրեք բջիջը և ընտրեք աշխատողների սեռը։ Եթե փորձեք նոր արժեք մուտքագրել single select դաշտում, այն կփոխարինի հին արժեքին։ Եթե կազմակերպությունը շատ պաշտոններ չունի, ապա կարող եք այս ձևաչափով կատարել պաշտոն դաշտը։ Նշենք, որ մենք արդեն հաստիկներ ենք նշանակել։ Հիմա ինչ անենք։ Մեկ տողով տեքստի տիպի պաշտոն դաշտը խմբագրենք, դարձնելով single select։ Պահպանենք և հետո տեղի է ունենում կախարդանք։ Մեր տեքստային արժեքները փոխարինվում են ցուցակի արժեքներով, որն ավտոմատ կերպով ստեղծվել է դաշտում արդեն գոյություն ունեցող արժեքների հիման վրա։ Ցանկի սկզբում կա որոնման դաշտ, որտեղ կարող եք սկսել մուտքագրել ցանկալի արժեքը։ Առկա արժեքները կզտվեն ըստ մուտքագրված արժեքի։ Մուտքագրենք ՀԱՇ և գտնենք հաշվապահ։ Ընդհանուր առմամբ տրամաբանությունը պարզ է։ Եթե հանկարծ դուք ունեք նոր բաժին, օրինակ մեդիա բաժին, որի համար վարձել եք SMM մասնագետ, պետք է նրան ավելացնեք հաստիկների ցանկում։ Դա անելու երկու եղանակ կա։ Առաջինը այն է, որ սկսեք մուտքագրել ցանկալի արժեքը բջիջում։ Airtable-ը չի գտնի մուտքագրված արժեքը, այլ կհուշի ձեզ ավելացնել այն։ Համաձայնենք։ Տարբերակը ավելացվում է և ավտոմատ կերպով մուտքագրվում է դաշտ։ Իսկ երկրորդը դաշտի կարգավորումների ցանկը բացել ու add an option կոճակը օգտագործելն է։ Դուք կարող եք անմիջապես ջնջել ավելորդ տարբերակը, սեղմելով դրա կողքի խաչի վրա։ Կարևոր է հիշել, որ միայն ստեղծողի և ավելի բարձր թույլտվություններ ունեցող օգտվողները կարող են ավելացնել և ջնջել նոր ատրիբուտներ, քանի որ դա համարվում է հատկանիշի խմբագրում, և խմբագիրն այս տեսակի փոփոխություններ կատարելու թույլտվություն չունի։ Բացի մեկ ընտրությունից կա բազմակի ընտրության դաշտ, multi-select։ Բազմակի ընտրության դաշտը շատ առումներով նման է single select դաշտին։ Այն թույլ է տալիս ընտրել պարամետրերը բացվող ցանկից, որը ձևավորվում է ճիշտ այնպես, ինչպես մեկ դաշտի ցուցակը։ Այնուամենայնիվ, ի տարբերություն single select դաշտի, այստեղ դուք կարող եք ընտրել այնքան պարամետր, որքան ցանկանում եք յուրաքանչյուր բջիջում։ Եկեք ցույց տանք, թե ինչպես է սա աշխատում։ Ավելացնենք multi-select կարգավորումների դաշտը։ Նույնն է ինչ single select-ինը։ Ավելացնենք կարգավիճակ դաշտը։ Իսկ հիմա ավելացնենք կարգավիճակները այստեղ։ Դաշտին նոր արժեք ավելացնելը չի ջնջի նախկինում ընտրված արժեքը, այլ կավելացվի առաջինին։ Single select դաշտում, ի տարբերություն multi-select դաշտի, երկրորդ արժեքը կլրացնի բջիջը, իսկ առաջինը կջնջվի, ինչպես արդեն ասացի։ Անցնենք checkbox տարբերակին։ Նշման վանդակները հարմար են օգտագործել հատկանիշի արժեքը նշելու համար, որը կարող է ընդունել երկու արժեքներից միայն մեկը՝ այո կամ ոչ, ճշմարիտ կամ կեղծ։ Ավելացնենք ուսանող դաշտը։ Հաջորդը եկեք նայենք ներդրումներին։ Մենք կարող ենք տարբեր ձևաչափերի փաստաթղթեր և լուսանկարներ ավելացնել attachment տիպի դաշտում։ Դաշտը թույլ է տալիս սկսել մեկ կամ մի քանի ֆայլ անմիջապես Airtable գրառումներին։
Դաշտի ընտրացանկը կարգավորումներ չի պարունակում, բայց երբ ընտրում եք բջիջ, այն առաջարկում է ֆայլ ավելացնել, սեղմելով պլյուս կոճակը։ Այսպիսով, երբ ֆայլեր ավելացվեն գրառումին, դրանք հասանելի կլինեն աղյուսակում։ Երբ ընտրում եք ֆայլ, դուք տեսնում եք ֆայլը խմբագրելու, ներբեռնելու կամ ջնջելու կոճակներ։ Եթե կան մի քանի ֆայլեր, դրանք կարող են փոխանակվել մեկ խցում։ Հիշեցնեմ, որ պարտադիր չէ, որ այս ֆայլերը լուսանկարներ լինեն։ Աղյուսակը կարող է պահել փաստաթղթերը կամ դրանց սկանավորումները, ինտերֆեյսի դիզայնի դասավորությունները կամ արխիվները։ Ձևաչափի սահմանափակումներ չկան։ Այսպիսով, այսօր մենք սովորեցինք, թե ինչպես ստեղծել ընտրության դաշտեր, վանդակներ եւ հավելվածներ։ Այս ոլորտները շատ հաճախ օգտակար են աշխատանքի մեջ։ Միևնույն ժամանակ, դրանք ինտուիտիվ են եւ հեշտ է ստեղծել։ Ինչը չի կարելի ասել հղում տիպի դաշտերի մասին, որոնց կհանդիպենք հաջորդ դասին։ Որպես կանոն, դրանք ամենաշատ խուճապն ու թյուրիմացությունն են առաջացնում օգտատերերի մոտ։ Հուսով եմ, որ թյուրիմացությունը մեր մասին չէ։ Կհանդիպենք հաջորդ դասին։